Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, այս մասին հայտնում են արտգործնախարարությունից։ Կկայանա արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները մամուլի համար հայտարարություններ կանեն։ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Մայիսի 28-ի զորահանդեսի նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Գերատեսչությունից նաև հայտնում են, որ մինչև զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի նկարահանումը խստիվ արգելվում է։ Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին սահմանված կարգով։ Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության, նշում են Պաշտպանության նախարարությունից։ Մայր Հայաստան կուսակցության նախագահ, Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ ընտրական հանձնաժողովից համաձայնություն ստանալուց հետո դատախազը Թևանյանի նկատմամբ հարուցել էր քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով։ Բացի այդ, աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Թևանյանի ղեկավարած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում։ Կոմիտեում ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման համաձայն Թևանյանը 2024-ին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից կատարել է լրտեսություն։ Նա հավաքել եւ $622,000 դիմաց փոխանցել է պետական գաղտնիք պարունակող 2024-ի ապրիլին ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի լսումների ընթացքի եւ արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ, այդ կերպ կատարելով պետական դավաճանություն ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության։ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել, պարզվել է, որ արտերկիր աշխատանքի մեկնած Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով Ռուսաստանում բիզնես գործունեություն իրականացնող անձինք ուժեղ Հայաստան կուսակցության համակրի եւ այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, հարկադրելով մասնակցել ընտրություններին եւ քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով Ռուսաստանի Դաշնությունում բիզնես գործունեություն իրականացնող անձինք ուժեղ Հայաստան կուսակցության համակրի եւ այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, հարկադրելով մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։ Այդ փոխտվողը, ոչ թե փոխտվողը, այդ հարցերում, չգիտեմ, բենզին լցակայանը, գազա լցակայանը կամ դիզելը կամ ուտելիքի դա։ Այդ փողերը գնա ախպեր էլի, իրանով ալնում։ Ասենք կմինայի, ահագին ժողովուրդ են տարել դեր, իմիջալոց այդ որազի, մենակ մի 35 հոգու չափ, էտապն է էլի, վախին ասեմ մի 10-12 կար ավելացրել եմ, հայկական անձնագրերով են, ասենք, այդ որ պետք լինի, ասենք, կարան գան, որոշը մասնակցան, մի իրանց ընդ է ուզում եմ զբաղացնեմ, բայց մի քիչ լուրջ պրոյեկտներ լինի, էլի։ Մենք էլ այդ ժողովուրդին գոկարտիկով բանը որ հասնի, ասենք, երբ է պետք վերել ստեղ։ Մինչև մի քանի օր առաջ, էլի, 10 օր առաջ խոսքի։ Հուլիսի 7-ին։ То есть գրուպը գավերը հենց պրազնիկները սկսում է մեկը բան, դրանից այդ պրազնիկների վաղ գա։ Չարս էլի տոմսերն էլ կատաստրոֆա, չէ։ Աշկիսի հետ ավտոբուս մտածեք, վարձեք դերեք։ Ես պետք է մայիսի սկզբներին գնա, տոմսերը արդեն նայում, լավ կապացել է։ Այսինքն ամսի 3-4-ին է ստելներ, մաքսիմում մինչև 5-ը հերիքա, չէ։ Հա, բան չէ։ Ռուսաստանից մասկվայց կոնկրետ ասում են, որ հանգարց, եթե անգամ անցնի էլ, Նիկոլա, ով ուժեղ տղա է, հիմա կոնկրետ առնչկան 830 հոգի, հայ, 830 հոգի, այդ ֆիրմայում հայ աշխատող կա, 830-ին, ասում է տնորենն է, իր ազգամն ռուսագանը ջոգեր, բայց ինք հայ է, իրը մեր է հայ է, սաղ, վաղը չմյուս օր, ամսի 15-ին, ասեց 32 հատ մեքենա, իրը ֆիրմը ավտոն է, ասել է կլերս, լծվեք Հայաստան, էդի այդ ֆիրմը,
Չիմնը գրասեն ասկում են անում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն եւ ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականon ընթացքը խաթարող գործողություններից։ Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի եւ խիստ ստուգում, ինչպես նաեւ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար, անկախ դրանց կատարման վայրից եւ ներգրաված անձանց շրջանակից։ Նախորդին էլ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Բարգավաճ Հայաստան կուսակցության մի խումբ անձանց նկատմամբ կան ձերբակալվածներ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք։ Ինչ կապիկություն անեմ հավայ հորս, ուզում եմ ներվեմ էլի։ Yani ես իրան համոզել եմ, ես հիշում եմ այդ բանը, որ ինքն երեք է ոտերս ընկե, ինձ եմ իձև գրանցի, ես է փող աշխատեմ ֆլան ֆաստան։ Հորս արել։ Հա, բա ոնց է։ Բա դու այդ որ նրանց տեղավորում ես նրանց փողը։ Ինչ։ Որ տեղավորում ես փողն ես նրանց։ Արա ես դուրս եմ եկել արդեն այդ օֆիսից ապա ես դրանց լավակ։ Խի։ Աբա փողը ես հորոսավ արեխու պես այախբեր ամեն ամիս ասում են կբրցացնենք, ու չբրցացրին ապեր, հորոսով ես ասի, գնացի Բարգավաճ էլի։ Հա։ Բայց չէ որ հիմա մարդ է ստանում, քեզ դրա մա փող են տալի։ Դե չափա դրած որ ամիսը մի 20 հոգի տանել դեմ, փողիր, ու ամիսը 150,000 դրամ։ Մի րոպե որ ես երկու տեղը գրանցված եմ, չի երևը։ Դու աշխատող ես, ես յանի աշխատում եմ, ես յանի կուպես ենա մարդիկ եմ ճարեմ, տանեմ, տանանում։ Բրոսը ոնց երևա որ դա։ Հա։ Համիկյան մեզ բրնեն տան։ Բայեք փող չտվին։ Դե տվին, բայց եմ ասում, բայց երբ որ պրիարվել ողն ապրի ասել եմ կարոջի տուր, ասում էր ինչ թիվը չտա, հորս փող չեմ տա, հա։ Այ մի հոգի եմ կոմից։ Ասի հորս արև տուր։ Մի հոգի կոմից։ Պլանի փողը ռանդին կպահեն սալպես։ Այդ հարփած ես դարձնել։ Հա, ծայրեք։ Դեպի պետք են զարից ես դարձնել։ Ապրես, արա ես քու ուղիղն եմ սիրում։ 20 մանեթը դոնը դե։ Արա դոշտանն ա զանգում հորս։ Չէ, արա ինչ 20 մանեթ հորս արել մերս։ Այդ գիտես ինձ դեմ խապսի տա որ մի 15 փոք եմ ենկամ դնեմ սաղ սեմենի հաշվարկա է հորս արել։ Դու ասա որ մամջան տղեկին աբի շատ բան ունեմ արած։ Պապես են վելոյդ մատ խոսա էլի արային քանակտեմ տա խայտարակ վիճակա հորս արել։ Ման է տապեց։ Ոնց դու արդեն գինն ասել է իրա։ Եկ ես քուսախ փողերը փակվել եմ։ Քանակտեմ տա ոտիս եմ գցե չեմ կարող ապրել։ Այս բանը այս թազավորդի որ գնացել եմ։ Արա ես ինչ ձևես խառն է իրար սաղարա։ Չէ, դոշտը սա գծած գնեմ, պրոստը արդեն ինչ աշխատել եմ վեր եմ տալ, ջոգի, հավի պայման կա ապեր, թե սորեկուց, լավ вообще երեք վարսեն ջոգի, այս թիվը չտամ, որ չենք շարունակեմ, հիմի պուճուրը թիվ, բայց չեմ կարող մարդ չկա ապեր։ Ինչքան է որ։ 10 հոգուց դու 5 կլես։ Դու Ուրեն 5-ն էլ չկան, դե արդեն եկա, բայց դա ամսում մի 225 վեր է։ Մեր ձևով շտաբները միշկա, ինչ է սա։ Որ է։ Մեր ձևով շտաբները ապեր դե թե մաշկան դե դուս եմ եկե։ Իրոք դուս ես եկե։ Միկել բան եմ ուրիշ եմ։ Չվատացնես չասես բհկ ես մտը։ Իհարկե։ Բախին դեզ դուս եկա բհկ, տամ բհկ շատ է տալի։ Հա։ Բհկ ինչքան է տալի։ Դվայնոր։ Հա։ Արա դե կոմա լիժ բգորդելի։ Ինչ քաղաքականով հատու։ Հեմերս։ Ես քեզ ասալամ։ Հա։ Ֆիա։ Ես գալի։ Արխային փողովել եմ գալու։ Եվ բարո։ Հմեն եկել եմ շտաբ։ Հա։ Ես հոր սարավ հենց գիտես քուչեքին ես ինչ եմ անում րոպե մեկ զանգում ես չեմ գալիս։ Այսինքն մեր մոտ տեն տալի։
Հա։ Մի մոտել են տաղը։ Давай, да, մամ, քնում ես։ Հա։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է տեղամասային կենտրոնը փոխելու ցանկություն ունեցող ընտրողները դիմումները թե էլեկտրոնային, թե թղթային կարող են լիազոր մարմին ուղարկել մինչև մայիսի 26-ը ժամը 14-ը։ Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել։ Ես ցանկանում եմ փոխել իմ տեղամասային կենտրոնը, որպեսզի կարողանամ քվեարկության օրը քվեարկել։ Քանի որ քվեարկության օրը ես գտնվելու եմ Երևան քաղաքում, իսկ իմ հաշվառման վայրը Վայոց ձորի մարզում է։ Ինչ եմ անում դրա համար։ Մտնում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք։ Այնտեղ ընտրում եմ ազգային ժողովի ընտրությունների բաժինը։ Գտնում եմ էլեկտրոնային ձևաթղթերի բաժինը եւ գտնում եմ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակի ձևաթուղթը։ Ներբեռնում եմ ձևաթուղթը։ Ձևաթուղթը ներբեռնելուց հետո լրացնում եմ իմ ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձահաստատող փաստաթղթի տվյալները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ թե ոչ, լրացնում եմ իմ հաշվառման վայրի հասցեն, որովհետև նշում եմ, որ ես ունեմ հաշվառում, եւ դրանից հետո ընդհանրապես նշում եմ, որ հաշվառում ունեցող ընտրող եմ եւ ցանկանում եմ փոխել իմ տեղամասային կենտրոնը։ Եվ ընդհանրապես լրացնում եմ այնուհետև, թե որ տեղամասում եմ ցանկանում քվեարկել։ Դիցուկ 9 կոտորակ 48։ Մնում է ինձ միայն գրել անուն ազգանունը ներքևում որպես դիմորդ։ Դիմում պատրաստ է։ Ինչ եմ անում այժմ։ Մնում եմ իր request հարթակ, նույնականում եմ իմ mobile ID-ով։ Այնուհետև սեղմում եմ ուղարկել դիմումը, ընտրում եմ դիմումը, ընտրում եմ անհատը, ընտրում եմ էլ post-ի միջոցով ծանուցումելու տարբերակը եւ ընտրում եմ այն մարմինը, որ ուղարկում եմ ես դիմումը։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Առաջի տառերը MIG գրում եմ եւ միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն տողը բերում եմ, ընտրում եմ։ Դիմումի մեջ ընդհանրապես լրացնում եմ։ Խնդրում եմ կից ընդունել իմ դիմումը ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ գցել ֆայլը գցում եմ այն ֆայլը, որը արդեն լրացրել եմ Word տարբերակով ֆայլը առանձին ստորագրելու կարիք չկա գցելուց հետո ֆայլը գնում եմ առաջ հաստատել էլեկտրոնային ստորագրությամբ տարբերակն եմ ընտրում Նորից հավաքում եմ իմ հեռախոսի համարը, որպեսզի նորից նույնականանա։ Ընդունում եմ նույնականացումը, mobile ID-ով, ներբեռնել, այսքանը պարզ։ Ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրության եւ դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ տեղեկությունների ստացման, հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու եւ ընտրական գործընթացում ներգրաված սուբյեկտների կողմից բարձրացված հրատապ հարցերին արձագանքելու նպատակով գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժգիծ 010 511 527 հեռախոսահամարով։ Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։ Գիծը կգործի մինչև հունիսի 7-ը ներառյալ աշխատանքային օրերին ժամը 9-ից 18-ը, իսկ քվեարկության օրը շուրջօրյա։ Իսկ քարոզարշավը շարունակվում է, կուսակցություններն ու դաշինքները հանգստյան օրերին էլ շրջել են մայրաքաղաքում ու մարզերում ներկայացրել ծրագրերը, լսել քաղաքացիների խնդիրներն ու առաջարկել լուծումներ։ Բուհից հետո արժանապատիվ աշխատանք, բարձր աշխատավարձ, ոչ թե գործազրկություն։ Հանուն Հանրապետության կուսակցության հիմնադիրն է բարձրացրել հարցը։ Նրանք հարցումներ են անցկացրել, քաղաքացիներից մեկն ասել է, որ տղան բուհն ավարտելուց հետո տարբեր աշխատանքներ է կատարում ու հաճախ ոչ մասնագիտական։ Արման Բաբաջանյանը համաձայնում է, որ դա մեր երկրում իսկապես խնդիր է։ Այսօր շատ ընտանիքներ տարիներով վճարում են, երեխան սովորում է, ավարտում է բուհը, դիպլոմ է ստանում, բայց հետո կանգնում են նույն հարցի առաջ։ Հիմա ինչ անեմ, որտեղ աշխատեմ, ինչով ապրեմ։ Եթե երիտասարդը 5 տարի սովորում է, իսկ հետո չի կարողանում իր մասնագիտությամբ նորմալ վարձատրվող աշխատանք գտնել, ուրեմն խնդիրը համակարգի մեջ է։ Պետությունը պետք է պարզ ասի, առաջիկա տարիներին երկրին պետք են տեխնոլոգներ, ինժեներներ, ծրագրավորողներ, բժիշկներ, լավ ուսուցիչներ, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի, շինարարության մասնագետներ։
Բուհերն էլ պետք է հենց այդ ուղղություններով պատրաստեն երիտասարդներին։ Բուհը չպետք է շուկայից կտրված լինի։ Ուսանողը պետք է դեռ սովորելու տարիներին կապվի գործատուի հետ, անցնի համապատասխան պրակտիկա, աշխատի, փորձ ձեռք բերի։ Ընկերություններն էլ պետք է շահագրգռված լինեն ուսանող ընդունելու, պատրաստելու եւ հետո աշխատանքի վերցնելու մեջ։ Մեր նպատակը պետք է լինի, որ ոչ մի երիտասարդ չավարտի բուհն ու գործազուրկ դառնա։ Մենք պետք է ունենանք ոչ թե գործազուրկ դիպլոմավորներ, այլ պահանջված մասնագետներ։ Կրթությունը պետք է ավարտվի բարձրարժեք աշխատանքով եւ բարձր աշխատավարձով։ Ժամանակն է, որ Հայաստանում դիպլոմը վերջապես արժեք ունենա։ Երիտասարդը պետք է սովորի ոչ թե գործազուրկ դառնալու, այլ արժանապատիվ աշխատանք եւ ուժեղ ապագա ունենալու համար։ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցությունը քարոզարշավը սկսել էր Սյունիքի մարզից Մեղրիից դեպի Երևան։ Շրջում են ինչպես Քենեդին էր ժամանակին քայլել, հայտարարելով, որ փոխելու են Ամերիկան։ Լևոն Շիրինյանն է Facebook-յան ուղիղ եթերում հայտարարել, շեշտելով, որ Հայաստանն այսօր արդեն փոխված է, ինչը նոր Հայաստանի հաղթանակն է։ Հայաստանը որոշակի չափով արդեն փոխված է եւ դրա ապացույցն է ապարանի այն տեսքը, որ մենք այսօր տեսանք գոգիկ, մաքրված, ճաշակով եւ նախքին ուրեմն աղբը հանած ասֆալտապատ եւ սա նոր Հայաստանի հաղթանակն է, վստահ եղեք, նաեւ մեր քաղաքացիների գոհ վիճակը, ինչպես ընկերս ասում, եզակի դեպքերից է եւ երբ քաղաքացիները գոհ են իրենց քաղաքապետից եւ համայնքային աշխատողներից։ Ու մանրուքների մեջ բնականը մենք չենք ուզում մտնել, բայց ասեմ, որ դա իրականում այդպես է եւ դա շատ հաճելի է։ Հաճելի է նաեւ հետեւյալը։ Ընկերներից մեկը ինձ ասում է, որ ես իմ քարոզչությունով իմ ընկերների հետ բնականաբար քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության քարոզչության մեջ ասում եմ մի շատ նրբազգաց երանգ եմ նկատում, դա հայրենասիրությունն է։ Ես ասեմ ձեզ հատկապես իհարկե հայրենասիրության մասին ապարանում չէ որ պիտի խոսվի, այստեղ է դրոն, այստեղ է ապարանի ճակատամարտը, բաշապարան եւ այլն, այստեղ է մեր ժողովրդի հերոսամարտերից, նաեւ Արցախյան ազատամարտի մասնակցությունից մի բեգոր եւ ան, բայց ասեմ որ ազնվորեն, ես քարոզչություն այն ինչ իմաստով որ հասկանում են, մարդիկ չեմ անում, մենք դա չենք անում։ Դուք տեսնում եք, չունենք պլակատներ, կռապաշտության չափի հասնող, չունենք ուրեմն մազ ավտոմեքենաներ, որոնցով տեղաբան մեր բարձրախոսներն գոռում գոչում, բայց մենք ինչ ունենք։ Ունենք գաղափար, Հայաստանի վերաշինության ծրագիր, անկախության ամրապնդման կամք, նաև եղած իշխանությունը պահելու, ավելի լավացնելու, խորհրդարանում լինելու ցանկություն եւ կամք եւ ձեր աջակցությունը։ Լուսավոր Հայաստանը երկօրյա այցով Սյունիքում էր։ Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ արժանացել են ջերմընդունելության։ Մարդիկ բարձրացրել են իրենց ուզող հարցերը, եղել են քննարկումներ։ Կուսակցության վարչապետի տեխնացու Էդմոն Մարուկյանն արձագանքել է հայտարարություններին, թե իրենք ձայնը տալու են այս կամ այն ուժին, կոմպրոմիսային լուծում են ցանկանում։ Մենք մեր ձայնը չենք տալու ոչ մեկին, իրաց թվարկած մարդկանցից, անունները չտամ, չենք տալու Նիկոլ Փաշինյանին, չենք տալու բանի ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյան, չենք տալու Ռոբերտ Քոչարյանին, չենք տալու, մենք ուզում ենք, որ անցած ուժերը կոմպրոմիսային լուծման գան եւ կոմպրոմիսային վարչապետ ընտրեն եւ չենք ուզում, որ որևէ մեկը ունենա բացարձակ իշխանություն։ Ով էլ որ կլինի, առաջին տեղում, երկրորդ տեղում, երրորդ տեղում, մենք չենք ուզում, որ բացարձակ իշխանություն լինի։ Մենք ուզում ենք իշխանությունը փոխվի, բայց չենք ուզում իշխանության գա բացարձակ իշխանություն, հետեւաբար մենք գարանտն ենք լինելու բացարձակ իշխանության բացառման։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը հայտարարում է, որ լավ թիմ, ցանկություն ու ծրագիր ունի։ Անվճար առողջապահություն, կրթություն, տուգանքների վերացում, բյուջեի ճիշտ կառավարում եւ մի շարք այլ նախաձեռնություններ ունեն։ Քաղաքացիների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը խոսել է մարդկանց ուզող հարցերի շուրջ։ Ցանկացած իրավունքների, ցանկացած դիտեն Ասված Ծառուկյանը արտաքին գործերի հարցերը տեղյակ։ Այ Ծառուկյանը կողմից կարա արտաքին գործ հարաբերություն քննարկի։ Կոալիցիայի տեսան, սա կանգնացվել, ես չեմ եկել Արցախը հանձնելու համար։ Ես բանակցում եմ, սա չկել եմ։ Բանակցությունը տեսան, մի հատվածով մի անգամից ասին Արցախ Ադրբեջան ուղերձ։ Ծառուկյանը սպորտը ոդիա կայնած, ազգի պատիվը բարձր է բայ։
տարեկան 800 մեդալ են բերում, որից 100-ը ոսկի է։ Հաղթանակ եմ տալի, մեջորքին մեծ ճանաչում եմ տալի։ Արել եմ 15 թվականին Ծառուկյանը պայմանագիր է կապել, բանակցել է Տոմաս Բախի հետ աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահի հետ, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի հետ, եկել են իմ մոտ հույն, որ Ադրբեջանում կայանում է Եվրոպայի օլիմպիական խաղերը Ադրբեջանում։ Ասում եմ, սաղ իմ երեխեքն են, իմ տղերքն են, եթե դու երաշխավորում ես, դուք տես ստորագրում, որ ման չի տրվում։ Այն ժամանակ ես ուղարկում եմ, բակ ուղարկեց ասի 100%, մեր մարդիկների կյանքին մերն եմ։ Դուք տես ստորագրեց ուղարկել է 2015 թվականին, գնացել է Բաքվում, պատերազմի ժամանակ, Բաքվում հայկական դրոշ են պատճառել։ Մեր հարցերը կլուծվեն, երբ ունենանք Հայաստանի շահով շարժվող ղեկավար ու իշխանություն։ Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածուն է հայտարարել։ Արման Թաթոյանը խոսել է արտաքին քաղաքականության մասին, արձագանքել պրոռուսական ու պրոեվրոպական ուժերի փաստարկներին։ Արտաքին կողմնորոշումը դարձել է ներքին պայքարի գործիք, իրար դեմ պայքարի գործիք։ Մինչդեռ իրականում պետք է մենք առաջնորդվենք Հայաստանի շահով։ Սա է լուծումը։ Հայաստանի շահով առաջնորդվելու դեպքում, տեսեք, ես ոնց եմ մտածում։ Ես օրինակ լինեմ, ինձ համար ամենակարևորը իմ երկրի օգուտը որն է։ Ես չեմ կարող իմ հարաբերությունները փչացնել այս պահին Ռուսաստանի հետ։ Եվ դա իմ շահից չի էլ բխում։ Չեմ կարող նույնը անել Եվրոպայի հետ, որտեղ էլի մեր շահից չի բխում, պետք է ինչ անենք, ամեն տեղից վերցնենք մեզ համար օգտակարը, կարևորը, որը մեր շահերից է բխում։ Բայց այստեղ մի կարևոր բաներ կա, հա, նաև իհարկե չհրաժարվելով մեր պարտավորություններից։ Բայց այստեղ մի կարևոր բաներ կա, ժողովուրդ ջան, մենք իրավունք չունենք եւ չպետք է հանուն մեր երկրի ինչ որ կողմ բռնենք։ Եթե ինչ որ կողմ ենք բռնում ու ամբողջը դնում ենք այդ կողմի վրա, օրինակ Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, չգիտեմ, Ադրբեջան էս իշխանության դեպքում ինչ է տեղի ունենում, մենք ամբողջ պատասխանատվությունը դնում ենք այդ կողմի վրա, օրինակ Ռուսաստան, եւ ասում ենք վերջ, Ռուսաստանն ամեն ինչի մեղավոր եւ այլն, բայց ժողովուրդ ջան, մենք ինքներս մեր հարցերը պետքա լուծենք, այդ երկրներից ամեն մեկը ունի իր շահերը այդ աշխարհաքաղաքական կենտրոններից եւ ինչ որտեղ բնական է, չէ՞ որ ամեն մեկը պետքա իր հարցերը առաջ տանի, բա ժողովուրդ ջան, մեր հարցերով պետք է առաջ տանի։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն կարգախոսով է ազգային ժողովրդավարական բևեռը մասնակցում ընտրություններին 8-րդ համարի ներքո։ Թիմը շրջում է մարզերում, մայրաքաղաքում փակցնում պաստառներ, ներկայացնում ծրագրերն ու խոսում քաղաքացիների խնդիրների շուրջ։ Արգելի մարդուներցիներ, օրվա իշխանությունների դավաճանական գործունեության արդյունքում ձեր մարզը դարձել է սահմանամերձ։ Թշնամու զորքը քարվաճառը հանձնելուց հետո հասել է սոտք։ Իշխանությունները դավաճանաբար հանձնելով Արցախը լծվել են մնացած Հայաստանի հանձնման գործին։ Քանի դեռ մենք լուռ ենք, քանի մնում ենք մեր տներում, օրվա իշխանությունը մեր անունից հանձնում է մեր երկիրը թշնամուն։ Արգելի քաղաքացիներ, ազգային ժողովրդավարական բևեռը մասնակցում է ազգային ժողովի ընտրություններին 8-րդ համարի քվեաթերթիկի ներքո։ Կոչ ենք անում բոլորին ակտիվ մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ ձեր ձայնը տալ ազգային ուժին։ Թշնամու պահանջով կրճատում են հայկական բանակը։ Ազատ Հայաստան
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները Վանաձորում էին։ Վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ Շփվել են մարդկանց հետ, ներկայացրել նախընտրական ծրագիրը։ Կուսակցությունը 10-րդ համարի ներքո է։ Պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանն էլ հայտարարել է, որ ծրագրի վրա մի քանի տարի աշխատում են։ Էլի ժողովուրդ, Հայ ազգային կոնգրեսը ծրագիր է ներկայացրել, որը բացարձակապես տարբեր է մնացած քաղաքական ուժերի ներկայացրածից։ Մենք այս ծրագրի վրա շուրջ մի քանի տարի աշխատել ենք։ Եվ այդ ծրագրին մասնակից են դառել բացառապես էքսպերտներ, բացառապես այդ բնագավառի մասնագետներ, գիտնականներ։ Եվ դա մեր տեսլականն է, մեր մեթոդ մոտեցումներն է, թե ոնց այս երկիրը այս վիճակից հանենք։ Այդ առումով մեր ծրագիրը անմրցելի է։ Այդ տարբերությունը նրանում է, որ մենք մեզ պատկերացնում ենք որպես իշխանություն, այսինքն մենք իշխանություն ենք եւ այս ծրագրերը մենք գրել ենք դա կատարելու համար, դրա համար այնտեղ բացառում են կենացները, ցանկությունները, երազները։ Ուրեմն այս վերջին տարիներին Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է շուրջ 50 գիրք։ Եվ այդ 50 գրքերը վերաբերում են մեր երկրի անկախությանը, անկախության ընթացքում կատարված բարեփոխումներին, շուրջ 50 գիրք իմ սեղանին ընդամենը դրա մի մասն է, որոնք իսկապես վեճի առիթ են, որոնք կարծիք են, որոնք գաղափար են, մենք գեներացնում ենք գաղափարներ։ Ում եք ընտրելու, եթե ոչ այսքան փորձված, այսքան մտավոր, այսքան ժառանգություն ունեցող, այսքան հստակ մոտեցումներ ունեցող քաղաքական ուժին։ Փորձեք նայել, ով ինչ է ներկայացնում։ Եվ ես առաջարկում եմ քվեարկել համար 10-ին, որովհետև մտավորականների, չգիտեմ, մտահոգ մարդկանց ամենահարազատ կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսն է։ Բորենիների ազգային ժողովում հայտնվելը թույլ տվողն ու չտվողը դուք եք։ Հանրապետություն կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն է հայտարարել, արձագանքելով մարդկանց պահանջին։ Արամ Սարգսյանն ասել է, որ իրենց քվետալով տարատեսակ խոսակցություններ դադարելու են։ Ասեմ նաև, որ ձեր բակերում մոտենում ասում են, այ միացեք, մի բան արեք, թույլ մի տվեք, որ այդ բորենիները, ես այդ բառերը չեմ օգտագործում։ Ես ասում եմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան Տաշիր ընկերության ղեկավար, Գագիկ Ծառուկյան, ես վատ բառեր չեմ օգտագործում։ Բայց ժողովուրդ ջան, բորենի են ինչ են ձեր ձևակերպմամբ, թույլ տվողն ու թույլ չտվողը դուք եք։ Եթե անցած ընտրություններին դուք մեզ ոչ թե 3 ու 3% տայիք, այլ 5% տայիք, չգիտեմ, պատիվ ունեմի փոխարեն կամ Ռոբերտ Քոչյանի Հայաստան դաշինքի փոխարեն ազգային ժողովում կլինեինք մենք ու այսօր կլիներ լրիվ ուրիշ իրավիճակ։ Դուք եք քվետվել իրենց։ Դուք եք քվետվել իրենց, դրա համար էլ այս 5 տարին լսել եք հողատու ու դավաճան խոսակցությունը, ուրիշ բան չեք լսել։ Մեզ քվետալով այդ խոսակցությունը վերջանալու է, որտեղ մենք գնալու ենք ասելու ենք դուք 7-4 միլիարդ խորանարդ մետր ջուր ունեք։ 14 ջրամբար է պետք 5 միլիարդը կուտակելու համար։ Բերեք, օրենք բերենք, արտոնություններ տանք հարկային ընկերության, ով այդ ջրամբարները կկառուցի, ու մենք մեր ջուրը տնօրինենք, չթողնենք, որ դա գնա լծվի Քուր ու Արաքս, գնա Ադրբեջան, գնա Կասպից ծով։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Միացյալ Նահանգները դատապարտել է շիաների Հեզբոլահ կազմակերպության կոչերը, հակազդելու Լիբանանի կառավարությանը եւ հավաստիացրել ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարության ԱՄՆ-ի հետևողական աջակցության մասին։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ն հաստատակամորեն աջակցում է Լիբանանի օրինական կառավարությանը երկրի նկատմամբ վերահսկողության վերականգնման եւ իր ամբողջ ժողովրդի համար լավագույն ապագայի կառուցման ջանքերում, ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարության կայքը։ Ավելի վաղ Հեզբոլահի գլխավոր քարտուղար Շեյխ Նայիմ Քասեմը մեղադրել է վարչապետ Նավաֆ Սալամի կառավարությանը, նշելով, որ նա չափազանց մեծ զիջումներ է արել Իսրայելին, այդ երկրի հետ հաշտության ուղիղ բանակցություններ սկսելով, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո։ Իրանը եւ Միացյալ Նահանգները դեռևս հեռու են հաշտության վերջնական համաձայնագիր ստորագրելուց։ Այդուհանդերձ երկու կողմերը համաձայնության են հասել հարցերի մեծ մասի շուրջ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Այն, որ քննարկվող հարցերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ճիշտ է, բայց պնդել, թե դա նշանակում է, որ շուտով զինադադար կստորագրվի, ոչ ոք չի կարող, նշել է Էսմայիլ Բաղային։ Նա հավելել է, որ բանակցային գործընթացը բարդեցնում են ԱՄՆ-ի դիրքորոշման հաճախակի փոփոխությունները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զանգը Բելարուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոին վկայում է Մինսկի հետ շփումների նկատմամբ արևմուտքի հետաքրքրության մասին։ Այս մասին հայտարարել է Բելարուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Սեկրետան։ Սեկրետան հույս է հայտնել, որ նման շփումները կդառնան ավելի հաճախակի։ Նա նշել է, որ Մինսկի շփումները Վաշինգտոնի հետ նպաստում են Եվրոպայի հետաքրքրությանը Բելարուսի հետ շփումների նկատմամբ։ Նրա խոսքով երկու ղեկավարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև Եվրամիության եւ մասնավորապես Ֆրանսիայի հետ Բելարուսի փոխգործակցությունը։ Սեկրետան հավելել է, որ քննարկելու շատ հարցեր կան։ Բելտա գործակալությունը հաղորդում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 24-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը այսօր Պեկինում ընդունել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերի շրջանակում։ Սի Ցինփինի հետ հանդիպումից առաջ Շարիֆը բանակցություններ էր անցկացրել Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև Իսլամաբադի գլխավոր բանակցողը Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ նույնպես գտնվում է Պեկինում։ Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի Պակիստանի հետ Մերձավոր Արևելքում խաղաղության եւ կայունության շուտափույթ վերականգնման գործում դրական ներդրում ունենալու համար։ Պակիստանը հանդես է գալիս որպես ԱՄՆ-Իրան հակամարտության միջնորդ եւ ապրիլի 11-ից 12-ը հյուրընկալել է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը։ Այժմ Պակիստանը կրկին քայլեր է ձեռնարկում երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չինաստան այցի ժամանակ հայտարարել է, որ կարող է հրաժարական տալ իր լիազորությունների ժամկետի ավարտից առաջ։ Վուչիչը նաև քննադատել է մայիսի 23-ին Բելգրադում տեղի ունեցած հակակառավարական ցույցերը, նշելով, որ դրանք հստակ նպատակ չունեն։ Ըստ Reuters գործակալության հազարավոր մարդիկ մասնակցել են ցույցերին։ Սերբիայում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում 2024 թվականի վերջից այն բանից հետո, երբ Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանում փլուզման պատճառով զոհվեց 16 մարդ։ Վուչիչն առաջին անգամ Սերբիայի նախագահ է ընտրվել 2017 թվականին։ Նրա նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականին։ Լույս մայիսի 24-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 600 անօդաչու թռչող սարք եւ 90 հրթիռ, այդ թվում օրեշնիկ հիպերձայնային հրթիռ։ Ըստ Ուկրաինայի նախագահի հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է, շուրջ 100-ը վիրավորվել։ Կիևի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքում զոհվել է 2 մարդ, 87-ը վիրավորվել է։ Վնասվել են բազմաթիվ մշակութային եւ պատմական օբյեկտներ, բնակելի տներ եւ կառավարական շենքեր։ Ըստ մայրաքաղաքի իշխանությունների կիրակի գիշերը հասցված հարվածը վնասված շրջանների թվով ամենաուժգինն է եղել 2022 թվականին հակամարտության մեկնարկից ի վեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածը հասցվել է ի պատասխան Ռուսաստանի Դաշնության տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա Կիևի հարձակման։ Պակիստանում զինվորականներ տեղափոխող գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, եւս 100-ը վիրավորվել է։ Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 24-ի առավոտյան, երբ գնացքն անցնելիս է եղել Բելուջիստանի նահանգի կենտրոնի Քվետա քաղաքի կայարաններից մեկով։ 3 վագոն դուրս են եկել գծերից, իսկ 2-ը շրջվել են։ Գնացքում հիմնականում գտնվում էին զինծառայողներ եւ նրանց ընտանիքի անդամներ, որոնք տուն էին վերադառնում Էյդ ալ-Ադահ տոնի առթիվ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Բելուջիստանի ազատագրական բանակ անջատողական խմբավորումը, հայտարարելով, որ ահաբեկչությունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը խստորեն դատապարտել է հարձակումը, ասելով, որ նման վախկոտ ահաբեկչական գործողությունները չեն կարող թույլատրել Պակիստանի ժողովրդի վճռականությունը։ Հիվանդանոցներում, որտեղ տուժածները բուժում են ստանում, հայտարարվել է արտակարգ դրություն։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա վիրուսով վարակման ենթադրյալ դեպքերի թիվը գերազանցել է 900-ը։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Համաճարակի հսկողության ընդլայնմանը զուգընթաց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի բռնկմանը հակազդելու շրջանակներում հայտնաբերվել է ավելի քան 900 ենթադրյալ դեպք, այդ թվում 101 հաստատված դեպք, գրել է նա X հարթակում։ Գեբրեյեսուսը նշել է, որ Իտուրիի նահանգում, որը բռնկման էպիկենտրոնն է, ապրում է շուրջ 5 միլիոն մարդ։
Յուրաքանչյուր 4-րդը հումանիտար օգնության կարիք ունի, իսկ յուրաքանչյուր 5-րդը ներքին տեղահանված է։ Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Էբոլայի բռնկման պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Ուգանդայում։ Մայիսի 22-ին կազմակերպությունը Կոնգոյում ռիսկի մակարդակը բարձրացրել է բարձրից մինչև շատ բարձր։ Վարակվելու դեպքում մահացության միջին մակարդակը կազմում է 50%։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, մեքենայում 1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել։ Տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որը իրացնելու նպատակով MAX 25 ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան։ Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների եւ Կոտայքի մարզի բարեկների հետ։ Մայիսի 6-ին ժամը 17:20-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Ստեփանավանի եւ Երևանի բնակիչ 35 եւ 43-ամյա երկու տղամարդիկ, որոնք վերջինիս վարած Nissan Sentra մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խոզարկությամբ Nissan Sentra մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կիլոգրամ 80 գրամ մարիխուանա։ Տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Եվ մայիսի 26-ին ժամանակ 28-ից 3-ը 29-ին Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։